Նախ եւս մեկ անգամ անդրադառնամ, որ իմպիչմենտի մասին առաջին անգամ հենց Հայաստան Դաշինքը եւ նրա մաս կազմով քաղաքական ուժերն են արտահայտել եւ մեր գործունեության հիմնական նպատակներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանի իր իշխանությունից հեռացումն է եւ կարծում եմ, որ այստեղ կասկած անգամ չպետք է լինի, որովհետեւ իրավական, քաղաքական հիմքեր նրա հեռացման համար կա, բայց միևնույն ժամանակ էլ մենք հասկանում ենք, որ իմպիչմենտը հենց այնպես գործընթաց առանց հիմքերի չպետք է լինի, որովհետև դրա հիմքերը նախ եւ առաջ լուրջ հաշվարկների վրա են ձևավորված եւ երկրորդը պետք է լինի ընդվզող մեր դրսի գործընթացների, մեր ժողովրդի աջակցությունը, որպեսզի իմպիչմենտը կայանա, որպեսզի կարողանան ազդեցություն գործել նաև այն քաղաքական ուժի պատգամավորների վրա, որոնք որ պետք է վերջնականապես հաջողացնեն այդ իմպիչմենտը։ Նախաձեռնողների հեղինակները դա չգիտեն դրա մասին։ Նախաձեռնողների հեղինակները գիտեն, նախաձեռնողների հեղինակները գիտեն, որ նաև որ մեզ պետք է 36 ձայն այդ գործընթացը սկսելու եւ նաեւ 54 պատգամավորների աջակցություն, ընդ որում նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցություններից, որպեսզի այն հաջողությամբ ավարտվի։ Այս նախաձեռնության հեղինակները որովհետեւ մի քաղաքական ուժ չեն ներկայացնում եւ նաեւ պատասխանատվություն չեն կրում եւ այս տարիների ընթացքում նաեւ փողոցային պայքարը մեր ժողովրդի հետ աշխատանքի արդյունքում լուրջ ուժի գեներացումը ցույց է տվել, որ նրանք իրականում նաև դրսում լայն գործընթաց, լայն ընդվզող մեր ժողովրդի աջակցություն չեն կարող առանձին ապահովել։ Եվ նաև այս տարիների ընթացքում աշխատանքը ցույց է տալիս, որ նույնիսկ եթե ընդվզող աջակցություն լինի, դերևս մենք չենք իմանում, որ հաջողություն կունենանք, թե չէ։ Այս առումով միայն թիրախավորելը Հայաստան խմբակցության պատգամավորներին մեր համար անընդունելի է։ Մենք ասում ենք, որ մեր հետ շանտաժի լեզվով չի կարելի խոսել եւ նաեւ այս օրերի ընթացքում հարցադրումները խոսում են նրա մասին, որ նրանց հիմնական ուղղությունը, հիմնական այսպես թիրախավորումը Հայաստան խմբակցության վրա է իրականացում, դա մեր համար անընդունելի է, այսինքն հենց այնպես հասկանալու համար պետք է հասկանալ հետևյալը, որ առաջիկա գործընթացներ են սպասվում, նախընտրական ժամանակահատված է եւ նաեւ ապագա այս մեկ տարուց հետո նաև հերթական ընտրությունների են գնալու, ժամանակից շուտ թիրախավորելն է մեր դաշինքը, մեր խմբակցությունը, մեր խմբակցության ղեկավարությանը, այնպես որ մենք իշխանությանը այլ ընդդիմության եւ ում կողմից այդ քաղաքական այդ անձերի կողմից, որոնք որ նախաձեռնել են։ Սերժ Սարգսյանի կողմից թիրախավորում։ Ես չեմ կարող ասել Սերժ Սարգսյանի կողմից է, թե ում կողմից է, համենայն դեպս այդ անձերը, անհատները, որոնք որ նախաձեռնել են, դրանք քաղաքական ուժ չեն ներկայացնում, բայց կարող է ընդհատակյա ներկայացնեն այլ ուժերի, ընդ որում նաև ընդդիմադիր, ասպես հարթակից։ Փաշինյան օրինակ Էդգար Ղազարյանն ասում է անդուրջ է համարում ձեր այդ կարծիքը, որ Հայաստան խմբակցությունից նշում են, որ առաջին իրենք են խոսել իմպիչմենտի մասին, հետևաբար դեմ չեն, ասում է թե դեմ չեք, օրինակ քայլեր ձեռնարկեն, դուք անհատապես։ Ես ասացի, հիմա եթե մենք նորից խոսենք, նույնը պետք է կրկնենք, ես գտնում եմ, որ հենց իրենք անլուրջ են, որովհետև իրենք հասկանում են, որ իմպիչմենտ իրականացնելու, այսինքն վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն ներկայացնելու գործընթացը հիմքեր պետք է ունենա։ Այդ հիմքերը այսօր արկա չեն, այդ հիմքերը եթե արկա չեն, դա նշանակում է նախորդ գնալ ձախողման եւ կարծում եմ այդ քայլերը հենց այն քայլերն են, որ հենց իրեն Նիկոլ Փաշինյանին են պետք։ Հիմքերը արկա չեն, ես նկատի ունեմ հաշվարկների արդյունքում
impeachment նախաձեռնելու համար համապատասխան ձայներ 36 ձայն։ Գիտեք, որ Հայաստան խմբակցությունը 28 պատգամավորներ են եւ այդ 28 պատգամավորները արտահայտել են իրենց կարծիքը, եթե այդ մնացած 8 պատգամավորները իրենք կարողանան նրանց համաձայնություն ներկայացնել, մենք մեր համաձայնությունը ներկայացնում ենք impeachment իրականացնելու։ Եվ երկրորդը համաժողովրդական լայն ընդվզում եւ լայն աջակցություն է պետք։ Հիմա նույն այդ մարդիկ կարող են ասել, որ դուք սկսեք այդ գործընթացը եւ այդ գործընթացը կարող է հիմք հանդիսանալ նաեւ հետագա այսպես ուժերի գեներացման նաեւ փողոցում։ Այս տարիների ընթացքում փողոցային գործողություններ իրականացնելու ամբողջ ընթացքը ցույց է տվել, որ դեռևս այդ ուժերի գեներացումը չկա։ Հիմա մենք տեսեք, ասում ենք, որ հիմքերը արկա չեն։ Այդ հիմքերը եթե արկա չեն, հենց այնպես իմիտացիա անել, որ այդ գործընթացը սկսել ենք, հենց այնպես նախորդ իմանալ, որ ձախողելու ենք, որովհետև նաև շուրջ 20 պատգամավորների, այլ պատգամավորների աջակցություն է պետք։ Դա է այն բացատրություն։ Իշխանությունը չունի վստահություն։ Եթե որոշակի այդպես քայլեր անեք, չեք կարծում, որ այդ եւ գեներացիան կլինի, եւ մնացած պատգամավորները կմիավորվեն։ Փորձը ցույց է տվել, որ այդ գեներացիան չկա, բայց միևնույն ժամանակ էլ այս իշխանությունները իհարկե չունեն անվստահություն, բայց իրենք անելու են ամեն ինչ, նաեւ իրենց պատգամավորներով եւ իրենց պատգամավորները գտնում են մեկ անձի ճնշման ներքո, ակնհայտ է եւ նաեւ այս օրերի վերջին օրերի իրենց գործողությունները, իրենց արտահայտությունները, որ իրենք դրան պատրաստ չեն եւ չեն գնալու։ Այս իշխանությունները ամեն ինչ անելու են իրենց իշխանությունը պահելու համար, որովհետեւ իրենք հասկանում են հետեւյալը. նախ եւ առաջ իրենք օգտվում են իշխանական բոլոր լծակներից եւ բոլոր հնարավորություններից ռեսուրսների առումով, ընդ որում եւ վարչական եւ դատաիրավական համակարգի եւ այլ ռեսուրսների եւ պլյուս դրան էլ իրենք գիտեն, որ ինչ են իրենք բերել այս երկրի եւ նաեւ Արցախի գլխին, Արցախը հիմա մենք չունենք եւ դրա համար լուրջ հիմքեր կան իրավական եւ նաեւ քաղաքական այդ պատասխանատվությունը իրենք հասկանում են նախորդ եւ այդ պատասխանատվությունից խուսափելու համար